Սա էլ քնարիկից թխած գաթան։ Ահա, այս էլ մեր քնարիկի պատրաստած խաչապուրի սիրելի հետևորդներ, տեսեք ինչ լավ ստացվել, առաջի ձեր, առաջի անգամ։ Հիմա գաթա ենք պատրաստում նույն խմորով, մի քիչ հետո գաթայի մասին եք խոսել։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք, հույսով եմ, որ բոլորդ լավ եք սիրելիներս, ամեն առաջինը զգուշացնեմ, ովքեր առաջին անգամն են դիտում իմ առաջին անգամն են, հա, էլ ճիշտ եմ ասում, դիտում իմ արիքը, խնդրում եմ բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ զանգակ կոճակը, առաջինը դա եմ ասում, որ չմոռանաք։ Ինչ ենք պատրաստելու, այսօր պատրաստելու ենք պիրոգ, անցյալ հոլովակին եմ պատրաստել, ենի ուրիշ տեսակ էր, եսի ուրիշ տեսակ էր, դե գնացիք սիրելիներս, ժամանակը սուր է, այսօր միասին պատրաստում ենք պիրոգ, մի քանի հոլովակ առաջ, ես նկարահանել էի պիրոգ, դեղցի ջեմ էի քսել, իսկ հիմա ուրիշ տեսակ եմ անում, թույլ խմորով և խնձորով, խնձորը մաքրել է, մեզ և կլեպից պտի մաքրեմ, և կլեպով է հարկավոր, վրեն շարելու համար, ձերքիս տակ ունեմ մեկ սուրճի բաժակ բուսայուղ, ունեմ փխրեցուցիչ և վանելին, փխրեցուցիչը սիրելիս հետևորդներ, այդ կեքսի համար է, դրոշ չի, մեկ բաժակ շաքարավազ, մեկ լավ չաշկայել մածուն, են չապի բաժակ չունեմ դրա համար եմ, եսի համար է չապի բաժակի չապվա և ունեմ 4 հատ ձու, ալուր, դե գնացիք սիրելիներս, հիմա խմորը պատրաստում ենք, առաջինը ձուն ենք, ոյ ջարդում, լավ չկոտրվեց, երեք և 4 ձու եք ավելացում սիրելի հետևորդներ ջան մոռացա ասել և կարակ, հիմա կարակը դնում եմ հալվի մեկ պտղունցի չափով աղ ենք ավելացնում և միքսերով խփում ենք Սիրելի հետևորդներ ջան, հիմա քիչ-քիչ կավելացնենք շաքարավազը և խփենք։ Արդեն պատրաստ է, սիրելիներս, ովքեր որ չեն պատրաստել, բայց գիտեմ, որ բոլորդ էլ պատրաստել եք, դե շաքարավազը շատ լավ ենք խփում, որ հատիկներ չմնա, ասենք թողնի խմորը բարձրանա։ Հիմա ավելացնում ենք մածունը, Ստոտա չեմ ավելացնելու, ենա փխրեցուցիչ կա հերիքը։ Իս թվում է պետք չի։ Փխրեցնողը և վանելին ենք խառնում։ Բուսական յուղն ենք ավելացնում։ Մի թեթև խառնում ենք, որ ավելացնում ալյուրը։ Մեր կավելացնենք ալյուրը։ Չնայած ալյուրը, մոռացել եմ, կարակն էլ ենք ավելացնում։
Չնայած ալուրը մաղած է, բայց հատ էլ եմ ուզում անցկացնեմ։ Ալուրն էլ հատկաչափով, ինչքան որ հարկավոր է։ Ահա, դե հիմա խառնենք, տեսնենք ինչքան է ալյուր հարկավոր լինելու։ Որպեսզի փոշի չբարձրանա, հացից խառնենք։ Հետևորդներ տխրեցուց չասկից ոնց որ քիչ էր, վախենում եմ քիչ լինի, երեմ, հայ, տեսնալիվ ավելացնեմ, որից եմ ալյուր ավելացնելու, որտեղ ալյուրը քիչ է։ Շնորհակալություն, ապրես, շատ շնորհակալություն տալիս։ Տեսել իմ համարյակ թորմիկս, մարտի 8-ս շնորհավորեց, սիրելիներս, իհարկե այսօր մարտի 8-ն է, մի անգամ շնորհավորել եմ, բայց նորից եմ շնորհավորում բոլորիդ մարտի 8-ը։ Ապրիլ թորմիկը, իմ համարյակ թորը նվեր տվեց։ Սիրելի հետևորդներ, խմորը պատրաստ է, արդեն լցնում ենք, կեսը կլցնեմ, հիմա խնձորի դիլիմները կշարեմ, մաքրած, կշարեմ վրան։ Դու այնքան փակուկ է այս խնձորը, կարմիր խնձորներից, հա, իրարից պոկվում է։ Այս շերտով լրիվ, այս շերտը պետք է ծածկենք, մակերեսը։ Այսինչ դասավորում ենք։ Դե հիմա տեսեք ոնց եմ շարել, ես ինչի ասեց մոտություն։ Հիմա վրանք ավելացնենք մնացած խմորի շերտը, այլի խմորը ճիշտ ասացի։ Սիրուն հավասարացնենք։
Հիմա շարենք կլեպովը։ Հիմա այս այդ շարելու ենք, սիրելիներս։ Այս թվում է լավ է երևում։ Այս տեսակ պետք է շարենք։ Այսպես շարունակ շարելու ենք։ Ահա, դե սիրելի հետևորդներ, հիմա դնում ենք ջեռուցը եփվի։ Դրեցինք ջեռուցը 200 աստիճանի տակ։ 190-180 մոտավորապես, հետո 200։ Ահա, սիրելի հետևորդներ, սա էլ մեր խնձորով բերոկը։ Հիմա թողնենք մի քիչ սառի, շաքարի փոշից անենք վրան։ Ահա, սիրելի հետևորդներ, չնայած լավ չի հովացել, բայց չի խանգարի, որ շաքարի փոշի լցնենք վրան։ Սենց։ Հավասար չափով լցնում ենք։ Եզրերից բռնած։ Եվ արդեն որ լավ կհովանա, մի հատ կկտրենք։ Ահա, սիրելի հետևորդներ, արդեն համարյա սառել է, կտրենք, տեսնենք ոնց է ստացվել։ Ինչ փափուկ է։ Շատ փափուկ է ստացվել։ Ось մի հատ ափսե բերեմ։ Իրարից պոկվում է։ Տեսեք ինչքան փափուկ է ստացվել։ Փափուկ։ Անհատն համպես եք տեսնեք ինչպես համուր։ Սիրելի հետևորդներ ջան, համն է շատ լավ է, շատ փափուկ։ Շատ փափուկ է ստացվել։ Սիրելի հետևորդներ, թորու տատ շշկրվեցի, թորու տատ որոշեցինք, որ խաչապուրի պատրաստենք այսօր, իմ թորնուհիս ասաց, որ ես քնարիք թորնուհիս էլ իհարկե իմանաք, որ թորս հա թորները շատ են, ասաց, որ ես տատ ջան կպատրաստեմ խաչապուրի, հիմա ուզում եմ նկարեմ իմ թորնուհուս ոնց է պատրաստում խաչապուրի, դե գնացինք սիրելիներս, միացրեցի։ Ողջույն բոլորին։ Ապրես։ Սիրելիներս դե նայեցեք, տեսեք ոնց է բացում։
առաջին անգամ եմ բացում։ Առաջին անգամն է։ Իսկ առաջին անգամն եմ բացում։ Ինձ թվում է լավ կլինի, դե բոլորս էլ մի անգամից չեք սովորում, միշտ սխալվում ենք, սխալներ թույլ տալով սովորում ենք։ Բոլորս էլ սխալվել ենք, սկի մի մտածի, քնարիկ ջան։ Ասեմ, որ անունն էլ իմ անունն է վերցրել։ Ուզում ես վրանն էլ մի քիչ անորցանի, որ լավ բացվի։ Այդ էց, հա։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն բաժանում է շերտերի։ Հա, ինչ ես լացելնում։ Յանա, Յանիչկա, ինչ ես լացելնում, Յանիչկա։ Ոչինչ, թողարկել այդ ձևի լինի։ Դե հիմա առանձնացրու, հա։ Հիմա եսի քանի մասի բաժանես։ Մեկ, երեք մասի երևի, հա։ Այս մասեր կկտրես։ Հա։ Հետո այս են սալում ես։ Այ ապրես։ Այ ապրես։ Սալելով կտրում ես հետո։ Ուտեմ քեզ աղջկարողա սովածա։ Չէ, կանջեկել ես տենաս մաման ոնց հասակում։ Դա մեր քեզ ա ուզում երևի։ Այ աղջի Աննա տարի իրան մոտից քնարիկին ա նայում։ Նայում ա քնարիկին, որ գրկի։ Ուտիշ ջան։ Այդ դրանք բան արեցին իմ վեր։ Սիրելի հետևորդներ, արդեն մեր խաչապուրի լիստերը պատրաստել, կտրտել, պանիրը դրել մեջը, այն լավ հալվող պանիրից է, առաջ անգամն է պատրաստում, որ ինչ-որ մի բան էլ են չլի, ոչինչ, ոչ մեկս էլ մեր մորից սովորած չեք ծնվել, տեսնենք ինչպես է լինելու։ Այս էլ մեր քնարիկի պատրաստած խաչապուրի, սիրելի հետևորդներ, տեսեք ինչ լավ է ստացվել, առաջի անգամ, հիմա գաթա ենք պատրաստում նույն խմորով, մի քիչ հետո գաթայի մասին էլ կխոսենք։ Սա էլ քնարիկից թխած գաթան։